Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 24-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվում։ Կանխատեսումը բոլոր տարվա ծնված նշաններին է վերաբերվում։ Գնայինք առնետների։ Ինչ է սպասվում առնետներին ապրիլի 24-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը գործնական հանդիպում ունեք կամ գործնական խոսակցություն։ Նաև տատանվում եք, ծանրութեթև եք անում, ինչ-որ մտքեր ունեք, ընտրության առջև եք կանգնած լինելու, գործերը ամբողջությամբ չեք հասցնում ավարտել, կմնա ինչ-որ գործեր։ Օրվա ընթացքում որևէ բան է ձեզ երջանկացնելու և հուզմունք կա, կամ գուցե հանդիպելուց է այստեղ գործնական խոսելուց, կամ նաև երջանկության պահերն են, գուցե դա արտասվում եք, երջանկության արդյունքներ են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 24-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը ինչ-որ գործեր կմնան, չեք հասցնում բոլորն ավարտել։ Նաև հուզվում եք, այստեղ գիտեք ինչ-որ ցավ կա, տխրություն և արտասուք։ Միգուցե այդ գործերը չհասցնելու պահն է, որովհետև ուրիշ բան չկա, չեմ կարող ասել, կարող է իրոք շատ կարևոր էր, որ այդ գործերը այդ հարցին լուծում տայիք։ Կամ սա մեկ այլ բան է, որը որ ձեզ ցավեցնում է, տխրում եք, հիասթափվում եք և նաև հուզվում եք, արտասվում։ Այստեղ արդեն հստակ չեմ կարող ասել, որ ինչն է, որը ձեզ ցույց կտա, եթե ձերը չի,
ապա նայեք ամսվա նշանը։ Կամ լուսնային ավելի ճիշտ է, այս հուզմունքներն ու էմոցիաները ամբողջը լուսնայինն է ցույց տալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին ապրիլի 24-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր է, էներգիայով լի եք, յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար կմտածեք, նաև ինչ-որ միտեղ կարող եք գնալ եւ երկար մնալ։ Ոմանք նամակագրական կապի մեջ կլինեն ինչ-որ մեկի հետ, ոմանք փաստաթղթերի հետ է կապված ինչ-որ գործեր կանեք, կուղարկեք եւ այլն, նաև փաթեթ կարող եք ստանալ կամ էլի ուղարկել, նվեր կստանաք կամ նվեր կգնեք, այստեղ եւս հանդիպում էլ կա, միգուցե ծաղիկներ է, միգուցե հյուր եք գնալու չի երևում, կամ հյուր են գալու եւ այդտեղ կարող լինի արդեն քաղցրավենիք։ Եվ օձեր կան, նախանձ մարդիկ, չար մարդիկ, բամբասկոտներ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին ապրիլի 24-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը ոմանց սերկ խոստովանեն կամ դուք սերկ խոստովանեք, ձեզ սիրված կզգաք, միգուցե սիրահարվեք, ձեր հարազատ մարդկանց շրջապատում կլինեք, միգուցե բարեկամների կամ ուղղակի սիրելիների հետ եք լինելու։ Սուտ կա այդ օրը եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք։ Նոր արեք այդ քայլը եւ կարող է ստի պատճառով է, որ ինչ որ մի բան ձեզ մոտ կանգնած է, առաջ չի գնում։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին ապրիլի 24-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը հաջողություն ունեք յուրաքանչյուր ոլորտում, դա կարող է լինել օձերի պատճառով տխրում եք կամ միգուցե ինչ-որ մեկից հիասթափվեք իր վերաբերմունքից, իր այդ կեղտոտ լինելուց, միգուցե չգիտեիք, որ այդպիսին է, կամ ընդհանուր այդ բամբասանքը, այդ վերաբերմունքը ձեզ տխրեցնի։ Հրավերք ունեք, որոցի առիթի այնտեղ կարող գնալ, երկար մնալ եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք։ Ոմանք ունեն թաքուն սիրավեպ, ոմանք ունեն թաքուն գործողություններ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերի։ Ինչ է սպասվում օձերին ապրիլի 24-ին։ Հարգելի օձեր, այդ օրը չգիտեմ որից սկսեմ, հրավերք ունեք որոցի առիթի, նաև հույսով լցված եք, հույսն է տել եք ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ բանի վրա, ոմանք օրվա ընթացքում կպարկեն հանգստանալու, ոմանք եթե հիվանդ եք, ապա ոնց որ կպայքարեք, կկարողանաք պայքարել եւ վեր կենալ եւ գործերով զբաղվել, ոմանց մոտ ինտիմ հարաբերություններ է, եւ հաղթանակ կունենաք ինչ-որ գործերում, ինչ-որ պրոցեսում, ձեր օգտին է ավարտվելու։
Որևիցե իրադարձություններ ունեք, որոնք ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այս ամիս, այդ օրը եւս կկատարվեն դա, նաեւ վերջին մեկ ամսվա իրադարձություն կարող է ավարտվել կամ նոր է սկսվում այդ ամենամսյա ցիկլը։ Ճանապարհ եք գնալու կամ օցերի մոտ, կամ օցերի հետ, վեճ կա այստեղ, միգուցե բամբասանք է այդ ճանապարհի հետ կապված, միգուցե նախանձություն է կամ փորձում են հետ պահել եւ այդպես է բարկանում եք, վիճում եք։ Կամ տուն եք մաքրում, որովհետեւ օցերն են գալու։ Ձեր տունը ասում եք, «Ով գալի է մի անկյունում մի հատ փոշի կամ մի բան տեսնի, դե համար կարող է տուն եք մաքրում»։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձերի։ Ինչ է սպասվում ձերին ապրիլի 24-ին։ Հարգելի ձեր, այդ օրը երեխաների հետ կապված որևիցե իրադարձություններ ունեք, նավրահղիություն է, ծննդաբերություն է, երեխայի առիթ է, ծնունդ է, այստեղ նվեր կա, տանը հավաքվել, միգուցե կամ ձեր երեխաների հետ է կապված, կամ պետք է գնաք այդ առիթին։ Նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված եւ սուտ կա։ Միգուցե ոմանք նաև այստեղ տանից տուն են տեղափոխվում, տան հետ կապված ինչ-որ հարցեր եք լուծում։ Դա եւս է, ուշադիր եղեք այստեղ ստի հետ կապված։ Ինչ-որ մեկը կարող է ասել կգամ առիթին, բայց չկա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այցերի։ Ինչ է սպասվում այցերին ապրիլի 24-ին։ Հարգելի այցեր, այդ օրը գործնական հանդիպում ունեք կամ նաև գործնական խոսակցություն,
Այդ ուշադիր եղեք, որովհետև որևիցե հնարավորություն ձեր ձեռքից կարող եք բաց թողնել, դա կարող է լինել դա։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, որոնք որ պետք է զբաղվեք, անեք, կարող է լինել ուսման կենտրոն, բժշկական եւ այլն։ Այնտեղ ինչ-որ գործեր կավարտեք, վերջնական որոշում կկայացնեք, վերջնական լուծում կտաք ինչ-որ մի հարցին։ Ոմանք սիրահարվեն, ոմանք շատ սեր կունենան, շատ սեր կստանան իրենց հարազատ մարդկանցից, սիրո խոստովանություն եւ այլն, այն շատ սեր է մարդու կյանքում գալիս։ Յուրաքանչյուր քայլ անելուց առաջ լավ մտածեք, երկար մտածեք եւ կարող եք գնալ ինչ-որ միտեղ երկար մնալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին չներեցեք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին ապրիլի 24-ին։ Համակարգիչս այնտեղ իրան աճաղում չգիտեմ ինչին։ Հարգելի կապիկներ, այդ օրը առավոտյան ինչ-որ տհաճ պահեր կան, նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, կարող եք հուզվել, նաև կարող եք արտասվել, միգուցե վաղուց իրեն չեք տեսել, գումար կամ կծախսեք կամ գումարի մասին կխոսեք կամ ինչ-որ բաներ պետք է վճարեք և հաջողություն ունեք, յուրաքանչյուր ոլորտում այդ օրը հաջողություն ունեք, միգուցե հաջողության հուզմունք է, արտասուք է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին ապրիլի 24-ին։
Հարգելի ակահաղներ, այդ օրը ինչ-որ մեկից կարող եք հեռանալ, ինչ-որ բանից կարող եք հեռանալ, նաև որ ձեր հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել։ Սուտ կա այդ օրը, եւ օրը ընդհանրապես ձեր ձեռքում է շատ բան ձեզանից է կախված։ Ճանապարհ կարող եք գնալ կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ, դուք եւ ձեր հարազատ մարդիկ կամ ձեզ համար շատ հարազատ մեկը, մտերիմ մեկը կարող է ձեզ օգնեն եւ ինչ-որ հարցին լուծում տաք, վերջնական որոշում կայացնեք, ավարտեք ինչ-որ մի բան, նա ձեզ ոնց որ կաջակցի, կօգնի։ Եվ հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շների։ Ինչ է սպասվում շներին ապրիլի 24-ին։ Հարգելի շներ, այդ օրը գումար կամ կծախսեք կամ գումարի մասին կխոսեք, մի բան նաև կարող եք վճարել։ Այստեղ ինչ-որ բան ձեզ ցավ է տալիս, սուտ կա, ամենայն դեպս սուտ կա, օձեր, չեմ կարող ասել ինչն է ձեզ ցավ տալիս, բայց ամենայն դեպս ցավը կա եւ հույսով եք, որ ամեն ինչ լավ կլինի կամ ինչ-որ հույսով լցված եք այդ դրանից հետո։ Կամ հույսով եք, որ այդ ցավը կհաղթարեք կամ ինչ-որ մեկ այդ ցավը կհաղթարի, ինչ-որ պահեր են։ Նաև ոչ նամակագրական կապի մեջ կլինեք ինչ-որ մեկի հետ կամ նաև փաստաթուղթ է, տեղեկատվությունը, փաթեթ է, տեղեկատվությունը կարող է սուտ լինել կամ սուտը բացահայտի, փաթեթը կարող եք ստանալ մեջը այն չլինի ինչ-որ դուք եք պատվիրել կամ այդպիսի որակ կամ ինչ-որ պահեր։ Մի խոսքով նամակի հետ կապված ինչ-որ բանը սուտ է։ Կամ ասելա կգրեմ չի գրում, այդպես։ Օձեր կան նախանձ մարդիկ, չար մարդիկ եւ հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին ապրիլի 24-ին։
Հարգելի վարազներ, այդ օրը ժամ եք պայմանավորվել ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք կամ ինչ-որ մեկի հետ ժամ կպայմանավորվեք, ոչ է բան է ձեզ երջանկացնելու այդ օրը ձեր ձեռքում է շատ բան ձեզանից է կախված, հանկարծակի լուր կլսեք և ինչ-որ մի բան եք այդ ժամանակ ձեր ձեռքից բաց թողնում, դա եք լսում, այսինքն որ ինչ-որ մի բան կորցրեցիք, մի քիչ երկար մտածեցիք դրա շուրջ։ Եվ ոմանք նամակագրական կապի մեջ կլինեն ինչ-որ մեկի հետ, կամ փաստաթղթերի հետ կապված ինչ-որ հարցեր կանեք, կամ նաև փաթեթ կստանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։